որպեսի 7-ն է, գտնվում ենք Արագածոտնի մարզի Ուջան բնակավայրում, որտեղից մի շարք ահազանգեր են ստացել քաղաքացիների կողմից, ովքեր խնդրում են պատկան մարմիններին, մասնավորապես տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանին, որպեսի կատարված լավ գործը ավարտին հասցնեն։ Իսկ լավ գործը այն է, տեսնում եք, այս Ուջան մտնող ճանապարհի ահագին հատվածը, այս մի 2 կիլոմետր կլինի, չէ՞։ Ինչքան կլինի մոտավորապես։ 800 մետր։ Մոտ 7-800 մետր հատված Մոտից մի ասֆալտապատել են։ Այսին վերջերս են, չէ՞ ասֆալտապատել։ տարի է։ Սա ասֆալտապատել են, ինչի համար բնակիչները իրենց շնորհակալությունն են հայտնում, սակայն խնդրում են, որպեսզի արդեն այստեղից միջև դպրոցա չեն էլ էտում։ Միջև դպրոց գոնե այս հատվածն էլ ավարտին հասցնեն, ասֆալտապատումը իրականացնեն։ Ինչ աղբեր։ Ասենք ավտոները ջարդվա։ Ըստ չի ջարդվի, ինձ կջարդվի։ Հելի վեր է բապե։ Հելի նայի։ Հիմա տեսնում եք, մարդիկ խնդրում են, որպեսզի այս հատվածն էլ ասֆալտապատվի, քանի որ նաև իրենց ավտոմեքենաներն են վնասվում, կոտրվում են անվահեծանները, թափառգելները, նույնիսկ անիվներն են պայթում։ Հիմա դրա համար, տեսեք, գործը կիսատ է մնացել։ Հա աղբեր, հա։ Այն վերևն էլ ասենց ճամփեն։ Դե սարքում են էլի, սարքեն էլի, ուղղակի ժողովուրդը ասում են շուտ անեն, շուտ պրծնեն էլի։ Հա դե կարևորը սարքում են։ Բարև պապի ջան։ Լավ եք։ Հա, շնորհակալ։ Ես ինձ պատմում եմ։ Հեսա տեսեք այս հատվածն է, որ գոնե սկսեն ասֆալտապատումը։ Սենց գնում է մինչև դպրոց։ Ուջան բնակավայրն է։ Չէ, մերսի Արազատ։ Չէ, մերսի։ Էսի միջև ստեղ ընտիր ասֆալտապատումը արված է, մոտ ըստ բնակիչների մոտ 7-800 մետր։ Հիմա այդ մարդկանց խնդրանքն է, որ էս էլ անեն միջև դպրոց գոնե այս փոշին կվերանա, ավտոները հա ջարդվում է մարդկանց։ Այն Ուջան, էսի արդեն 14-րդ փողոցն է, հեն այնտեղ են լցե։ Քերել են
Սա սովետական ավտոներ է։ Սա երևի ջրահեռացման բան պետք է սարքեն, էլի կիսատ են թողը։ Հե, երբ ասֆալտապատումն անեմ պրծնեք ես փոսերից։ Աբր ջան, ես տեի թորրեմ չգիտեմ։ Հա, ասված հետները ժողովուրդ ջան, Լավ ես։ դուք լավ ելնեք։ Չափազանցիր ամեն ինչ, որ լավ է։ Շարժը կա է, լիքը շարժ կա է։ Սենց գնում է, մի 2-3 կիլոմետր։ Էսի լրիվ ասֆալտապատված տարածքն է, մոտ 800 մետր Ուջան գյուղում։ Տեսնում դիր ասֆալտապատած է։